Մալիշկայի արդեն հայտնի խորհրդավոր դիմակավորը արտաբույնք է հասել։ Ամերիկյան թրիլլեր ֆիլմի հերոսներ են դարձել արտաբույնքցիները։ Մի քանի օր առաջ հերթապահող երիտասարդների ուղղությամբ քար է նետել անորսալի դիմակավորն ու անհետացել։ Մեր տղաներից երկուսը տեսել են, թե ինչպես է պատի հետևից նայում մեզ ու արագ փախնում։ Ընկել ենք հետևից ու կորցրել ենք հետքերը, չենք կարողացել գտնել։ Ասում են անբնակ տներել է մտնում։ Այդպիսի մի տան դարպասի վրա ոտքի հետքեր են գտել գյուղի տղաները։ Մեր տղաներից մենք հարցնում ենք, ինչ որ մեկը բարձրացել է այդ ուղղությամբ, այդ դարպասի վրա բարձրացել է։ Բոլորը հերքում են, որ իրենք բարձրացել են այդտեղ։ Արտաբույնքցի այս տղամարդու տան դարպասն է թակել 2 օր առաջ միստիկ դիմակավորը։ Տանեցիները չեն հասցրել բռնել, միանգամից անհետացել է։ Մտել են հայաթը, բռանը խփել են, դարպասին խփել, թող գնացել են։ Ընդամենը այս խփել։ Ով է Վայոց ձորը սարսափի մեջ պահող դիմակով անհայտ մարդը։ Հրաշքա, ինչա որ վերևից իջնի ու անհետանա։ Արտաբույնքում կասկածներ ունեն, որ հանցավոր խումբ է գործում Վայոց ձորում։ Մեզ թվում է, որ մի հոգու գործելավոճ չի սա, այլ մի քանի հոգի են տարբեր գյուղերում, որովհետև նույն օրվա գիշերային նույն ժամերին նույն պատմություն տարբեր գյուղերում կրկնվում է։ Մարդկանց վախերը օր-օրի ավելանում են։ Արդեն կասկածում են միգուցե սահմանի մյուս կողմից է դիմակով մարդը մտել Հայաստան։ Կարող է, ասենք, ադրբեջանցի լինի, կարող է Թուրքիայի թուրք լինի, կարող է Ամերիկայից ուղարկած լինեն։ Իրավապահները մոտ 1 ամիս է փնտրում են անհայտ դիմակավորին։ 10 օր առաջ ներքին գործերի փոխնախարար Կամո Ցուցուլյանը ասել էր, որ լինում են դեպքեր, երբ հետախուզվողին մի քանի տարի հետո են գտնում։ Վերջին շրջանում մենք հայտնաբերել ենք 20 թվականի հետախուզվող, 21 թվականի հետախուզվող անձեր։ Եթե դիմակավոր մարդուն էլ մի քանի տարի հետո գտնեն, հնարավոր է Հայաստանում գյուղ ու քաղաք չմնա, որտեղ չի մտել անորսալին։ Մարդիկ ստիպված իրենց միջոցներով են պատրաստվում դիմավորել ահաբեկողին։ Լիլիթ Գասպարյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուր։